Ինչպես արդեն այսօր մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, թռնեք երկինք իջնեք ցած, ինչ փաթեթավորում էլ դնեք տակը, ասեք պետականացում, ասեք ազգայնացում, միևնույն է սա հեծը խլելու գործընթաց է եւ սա բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի։ Իրականում, այո, Սամվել Կարապետյանի ի պաշտպանություն եկեղեցու հնչեցված հայտարարությունից հետո սա քաղաքական հետապնդման հերթական դրվագն է, կրկնում եմ, ինչ էլ անունը տակ, սա ուղղակի ֆիքսվում է ամբողջ ժողովրդի կողմից, բայց որպեսզի մեծ լսող մարդիկ էլ հստակ փաստերով դա տեսնեն, ես պետք է ասեմ հետևյալը։ Ուրեմն պետական համակարգում կա մի կառույց, որը պետքա վերահսկի, որքանով արդյունավետ է աշխատում հեծը եւ այդ պետական կառույցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Եվ այդ հանձնաժողովը 2023 թվականին, 2024 թվականին զեկույցներ է հրապարակել, որտեղ չի ամրագրվել գետ մեկ դիտարկում, որը կարող է հանգեցնել լիցենզիայի կասեցմանը, չկա նման բան։ Ավելին եղել են աուդիտորական քննություններ, հարկային ստուգումներ, էլի չի բացահայտվել գոնե մի դրվագ, համապատասխան որի պետք է լիցենզիայի գործունեությունը կասեցվի։ Կամ լավ, մարդիկ ասում են մենք ավելի լավ կկառավարենք։ Եկեք հասկանանք ովքեր են այս մարդիկ, որ ավելի լավ էին կառավարելու։ Անիվով 25 միլիարդ օդ ցնդեցրած մարդիկ են։ 7 միլիարդ մեր պետության քաղաքացիների վզին փաթաթած մարդիկ են, որ հարցնում ես 7 միլիարդն ինչ է կարել, ձայն ծպտուն չկա, այս մարդիկ հիմա հավակնում են ավելի էֆեկտիվ կառավարում իրականացնել, լուրջ եք ասում։ Կամ պարոն Խուդացյանն եկել այստեղ մեծ խոսում է, կարող է մի հատ ինքը պատասխաներ, այդ ոնց է ստացվում, որ իր նախարարության ներքո պետք է լինի մին փոխնախարարի պաշտոն էներգետիկ ոլորտը վերահսկելու համար 9 ամիս այդ նախարարը չկա։ Այդ ում եք տանելու հեծում նշանակեք, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի, այդ էֆեկտիվ կառավարիչները կային, տանեիք ձեզ փոխնախարար նշանակեիք, որ այդ հարցը կարգավորեիք։ Սա պարոն Վարդանյան հանգեցնելու է նրան, որ մեր միջազգային հեղինակությունը էականորեն դուժելու է եւ միջազգային դատական հայցեր են ներկայացնելու ճիշտ այնպես, ինչպես Սանիտեկը, Air Arabian, Լիդիանը։ Շնորհակալություն։ Մեր հեղինակությունը շատ բարձր է, երբ որ ձեր Վահե Հակոբյանը։ Շատ կարևոր մի բան եմ ուզում ասել։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա 50 տարում էներգիայի գինը չի բարձրանալու։ Եկեք եւ այստեղից համոզմունք հայտնեք, որ չի բարձրանալու էներգիայի գինը։ Անջատեք խոսափող։ Համեցեք պարոն Համբարձում։ Վահե Հակոբյան կբարևեք։ Շնորհակալություն, հարգելի փոխոսնակներ,